Ժողովուրդ, նախորդ լեկցիան տենց մի քիչ լավ երկար դաժան իրեք լուրջ թեմա ծածկեցինք, լուրջ ու տենց բավականին քրիտիկական կարևոր ու քրիտիկական կարևոր այն տեսանկյունից նաև, որ մեջը շատ կա սխալվելու հնարավորություններ։ Դրա համար մեր այս անգամվա տնայինը մի քիչ ստանդարտից դուրս էր այն առումով, որ ձեզ տված էր նոթբուք, պետք էր մեջը խնդիրները գտնել ու դզել։ Եկեք հիմա բջիջ առ բջիջ հերթով գնանք ու տեսնենք, թե ինչ խնդիրներ ենք տեսնում։ Հետո մի հատ առանձին կնայենք այդ խնդիրները ուղղած տարբերակը, բայց դրանից հետո մեկ էլ կնայենք որոշ ընդլայնումներ այս սրան, որ մի քանի գաղափար, որ ասենք չենք ստուգել այս բանի մեջ, նոթբուքի մեջ, օրինակ Bayesian օպտիմիզացիա կամ այնտեղ դիագնոստիկ գրաֆիկներից որոշ բաներ, դրանց է ներառենք, դրանց հետ է փորձ լինի։ Ընդհանուր առմամբ ավելի շատ ոնց որ նրբություններ վերհիշելու ու կոդի այդ կոդին մի քիչ ավելի ծանոթանալու նպատակով է լինելու գործնականը ու ընդհանրելով երևի տենց մի ժամվա կարգի կտևի, ոչ ավելի երկար։ Ա, Այդ է շատ բարի։ Դե սկսենք այս մեր առաջի բջիջից հենց։ Եթե մարդ կա, որ արդեն նկատում է այստեղ ինչ որ խնդիրներ կամ տանը գտել է, համեցեք։ Եթե չէ, տող առ տող արդեն դանդաղ կգնանք։ Դժոխ, դες մեր առաջի տողերում միակ բան որ կարելի է բողոքել, այդ ասել փուֆ սիրուն չի, սիրուն աստիճանի պես չի, սա դրեք սրա տողի վերևը, որ սենց աշկնայի ուրախանա, բայց ռեալ ստե ինչ որ բան չունենք անելու, ստանդարտ գրադարաններ, ստանդարտ բաներ ենք ներմուծում, ստեղ եկանք կարդացինք, ստեղ էլ մի հատ շատ հետաքրքիր միտք ենք կիրառում, ասում ենք, եթե մենք ունենք հասցեի գաղափար, եկեք այդ հասցեով, ոնց որ տարածաշրջանով նայենք, թե միջին գինը ինչքան է եղել վարձը տեղի, որ ոնց որ դրա կարողանանք հասկանանք այս բանը ինչքան այդ տարածաշրջանը ինչքան ասենց ասած հարուստ տարածաշրջան է, որ տանգները դրանով գուշակենք։ Դրա համար այստեղ խմբավորում ենք ըստ area locality-ի ու վարձի միջինն ենք հաշվում։ Ու այս պետքա որ տենց լավ ուժեղ հզոր feature մեր մոտ լինի։ Պրինցիպի խելքին մոտ է, չէ՞, տենց բավականին ուժեղ ինդիկատոր է։ Շատ լավ է հնչում օքեյ լինելու համար։ Ինչն է ստեղի խնդիրը։ Մենք տվյալները ինչի ենք բաժանում մի քանի մասի։ Իմաստը ո՞րն էր ընդհանրապես դրա։ Այսինքն թեստի տվյալներից ենք հիմի օգտվում։ Հա, շատ ճիշտ է։ Նաև մենք ստեղ որ միանգամից այս ամբողջ data frame-ի վրա կիրառում ենք, ստացվում է իր մեջ նաև ներառվում է թեստից տվյալներ, որոնք որ պետքա չունենայինք։ Ոստեղ մենք ունենում ենք ամենակլասիկ տվյալների արտահոս կոչվածը data leakage։ Եթե իրան նորմալ train-ի վրա անենք, այդ դեպքում արդեն կգայինք մեր իմացած target encoding-ին, որ կատեգորիկ սյուները խմբավորում ենք ըստ իրանց train-ի թիրախի արժեքների միջինի օրինակ կամ մեդիանի։ Բայց սա մեր առաջի խնդրեմը։ Հետո ստեղ գալիս ենք, մեր թվային սյուների մեջ ունենք սենյակների քանակ, տան չափ եւ այլն, ունենք ստեղ կատեգորիկ ինչ-որ սյուներ, ու այս կատեգորիկ սյուները փոխանցում ենք one hot encoder-ին, ու ասում ենք one hot encoder ջան, եթե ինչ-որ անծանոթություն հանդիպես հետո իրան իգնոր արա, բա այնտեղ մի դիր, իդեալական լուծում չի, բայց առնվազն error-ից խուսափում ենք։ Այս parse output-ն էլ ուղղակի որ վիզուալ տեն 0-1-երով սիրուն ինքը լրիվ ցույց տա, ոչ թե իր համար սեղմված ձևով պահի։ Ստեղ ամեն ինչ օքեյ է։ Լավ, որ ձև ասեմ միանգամից, ստեղ ի՞նչն է խնդիր։ Հիշեք Ու բանի տեսանք։ կարող Ահա, է այն ազատության աշճանների պահնայելի, այսինքն իմ գերազանց, հասցեները ինչ են։ գերազանց։ Այստեղ մենք պետք է իրան ասենք, որ այս առաջին եղածը շպրտի մի կողմ։ Այսինքն առաջի կամ վերջի, ասենք drop first-ը եթե չեմ սխալվում արգումենտի անունը։ Հա, drop հավասար է first։ Այսինքն գրենք, որ ինքը 5 հատ սյուն եթե լինի, այդ 5 հատ սյունից 4 հատ սարքի։ Եթե 5 հատ սարքի, այդ 5-րդը արտահայտվելու է մնացածով շատ հեշտ։ Հետո ստեղ գալիս ենք, վերցնում ենք այս թվային սյուների արժեքները ու հորիզոնական մի հատ էլ իրենց ավելացնում ենք այս մեր կատեգորիկ սյուների վրա կիրառած բանը, one hot encoding-ը։ Ստեղ ինչն է խնդիր։ Մի հատ բան կա, որ իրոք սխալ է, մի հատ բան կա, որ փինաչիություն է։ Այս գաղափարի հետ կապված կարաք մտածեք նաև։ Ստեղ մեր խնդրեմը կրկին նրա մեջ է, որ մենք ասում ենք fit transform ամբողջ տվյալների վրա լրիվ։ Train test-ի բաժանել չենք անում։ Հիմա սա խի է խնդրեմ, որովհետև կրկին այս one hot encoder-ը, որ պետքա որոշի իր կատեգորիաները, որոնք պետքա ներառի, ինքը դառնում է ըստ ամբողջ իր տեսած տվյալների։ Այսինքն պոտենցիալ եթե լիներ սյուժետ, որ մի հատ ինչ որ մի հատ բան կար, ասենք,
սենյակի կահավորման տեսակ կան, կան ինչ-որ քաղաք կար, որ մենակ թեստի մեջ կա, պետքա դա մեր համար գլխացավ առաջացներ, որովհետև թրեյնի ժամանակ իրեն չէինք իմանա, թեստի ժամանակ արդեն պետքա իրան իգնոր անենք կամ ուրիշ ձև հետը վարվեինք, բայց sense այդ խնդրը հեռանում է, որովհետև սաղ տվյալներ ենք տեսնում, իսկ սաղ տվյալներ տեսնել չի կարելի, որովհետև պետքա չունենայինք։ Այս երկրորդ data leakage-ի խնդիրը, իսկ փինաչիությունն նրա համար, որովհետև ստեղ ուշադիր չենք եղել, թե cardinality-ն ոնց է այսյուների, որ իմանանք, օրինակ ինչ որ մեկը ունի 3 կատեգորիա, բայց ասենք 90%-ը մի բան է, 9%-ը մի բան ու 1%-ը այն երրորդը կամ 0.01%-ը, ասենք կարիք չկա այդ վերջինի համար սյուն պահել, կամ չգիտեն կարող է, ասենք ինչ որ 2000 հատ յուրահատուկ արժեք ունի։ Մենք հիմա չենք բռնի 2000 հատ նոր սյուն սարքենք։ Այդ առումով ոնց որ վատ անելու ձև է, իսկ այս data leakage-ը կոպիտ սխալ է։ Հետո ստեղ գալիս ենք ասում ենք եկեք լոգարիթմը վերցնենք, այ ճիշտ մեկ գումարած այդ թվի լոգարիթմը վերցնենք, որովհետև վարձը տենց շատ մեկ-մեկ outlier-ներ ունի ծերից, այս հենց ինչ որ բաշխում ունի, շմփ, սենց շեղված է, սենց զանգվածը կենտրոնացած է ձախի վրա, լոգարիթմը որ անում ենք սիմետրիկ անում է, սա իրականում օքեյ է, շատ նորմալ պրակտիկա է նման թիրախների համար էլի։ Այս fit names-ով ուղղակի վերցնում ենք feature-ների անունները, ստեղ դե սրանց անունները գիտենք, այս սրանք էլ արդեն նոր անուններ են ստանում, դրա համար ասում ենք as one hot encoder get feature names out, որ ինքը ցուցակով մեզ ուտ վերադարձնի անունները, ստեղ ոչ մի նրբություն։ Ու ստեղ գալիս ենք train test split ենք անում, x-երը տվեցինք, y-ները տվեցինք, 20%-ով train test split արեցինք, ու տենց։ Ստեղ ինչ խնդիր կարա լինի ժողովուրդ։ Կարող է X train Y test-ը պիտի վերևանենք։ Ինչը հա, շատ ճիշտ է։ Այդ իրականում ոնց որ ֆունդամենտալ համես կետի հարցը կլուծեր, համես կետում կոպիտ սխալի հարցը կլուծեր, միանշանակ։ Բայց սա ոնց որ կախված էր այս արդեն նախորդ գտած խնդիրներին լուծում որպես, իսկ ուղղակի այսքան կտորի մեջ ի՞նչն է, որ իսատ են կարևոր, էլի բան պետք է անենք, որ նորմալ լիներ։ Մի հատ հիշեք, թե քանի մասի էինք բաժանում տվյալները ու ինչի։ Validation-ի պահով, հա։ Այո, երազանց։ Իսկ ինչի պետք է validation-ը ուզենայինք ունենալ։ Որ overfitting-ը, underfitting-ը կարողանանք հեշտ հասկանանք ու ուղղենք։ Հա, բայց եթե ունենք train ու test, դրանից չենք կարող հասկանանք։ Կարանք, բայց օրինակ validation-ի վրա ավելի լավ է երևում տատանումները, ու եթե օրինակ train-ը overfit է լինում, validation-ը overfit չի լինում։ Հա, բայց ոնց որ այստեղ train ու validation ոնց որ ուղղակի ասում ենք երկու հատ dataset է պետք, չէ՞, մեկը որ տեսել է, մեկը չի տեսել։ Այդ եթե ունենք, կարանք նորմալ դիագնոստիկա անենք, չէ՞, overfitting-ը։ Դե Հա, հիմա այստեղ երկու հատ ունենք, в принципе։ Այսինքն պետքա որ խնդիր չառաջացնի։ Ճիշտ եք ասում, որ validation-ի տվյալները ոնց որ էլի օգտագործած են եղնում լրիվ նոր տվյալ է պետք թեստ անելու համար, էլի։ շատ ճիշտ է։ Հեսա երբ որ hyperparameter tuning անենք բանման, այդ ժամանակ արդեն ստացվել է, որ վրա validation-ը օգտագործում ենք, այսինքն validation ասելս եկեք ասեմ ոնց որ train-ը ու muse-ը, այդ muse-ը արդեն շատ օգտագործած ենք լինելու, արդեն իրան ենք overfit անելու, sense ասած։ Ասեն hyperparameter-երն ենք overfit անելու։ Առաջի դեպքում Լարիսան ճիշտ ասաց, որ տենց բան երկու մասի բաժանում ենք, որ իմանանք որ overfitting ունենք թե չէ, պարամետրերի, իսկ մեր գծի սովորած բանաձևի ասենք։ Իսկ արդեն երրորդը մեզ պետքա որ հիպերպարամետրեր անել կարողանանք մեզ հանգիստ թույլ տան։ Կամ ասենք ինչ որ թեկուզ տարբեր մոդելների մեջ ընտրել։ Դրան է կարանք որպես հիպերպարամետր անվանենք, բայց ամեն դեպքում։ Հա, շատ լավ։ Ավելի ճիշտ կլիներ 3 մասի բաժանենք։ Դե հիմա կարելի այստեղ մի հատ է գայի գրեի, ասեի, այս Y train-ը դարձրու բան, validation ու test, տենց 3 կտոր լիներ, բայց այդ դրանից էլ ավելի լավ ինչ ունենք։ Այդ դրա խնդիրը ինչ կլներ, եթե այստեղ ուղղակի սկզբում բռնեի 3 մասի բաժանեի։ Այն տոկոսների հարցը, որ ամեն կատեգորիա նույն տոկոսով նույն չափի եղնի ամեն մասը ոնց որ։ Հա, չէ, հլը դա դեռ չէ, այդ դրան կգանք, երբ որ կլասիֆիկացիա լինենք,
հələ դեռ մենք որպես այդպեսին կատեգորիա չունենք էլի, մեր մոտ ամբողջ թվերը, իրական թվերը թիրախը։ Այդ դեպքում ոնց որ թեստի չափն էլ կփոխվեր, իսկ եթե առանձին մի հատ էլ X train-ը բանանենք, արդեն train-ից ենք վերցնում, էլի թեստը նույնն է մնում։ Հա, օքեյ, այդ կախված կլինի թե ոնց ենք ուզում բաշխել։ Օրինակ հիմա որ 80-20 է, եթե ուզում ենք 80-10-10, այտենց օքեյ կլիներ, բայց ընդհանուր առմամբ հա, դրան պետքա զգուշ լինել։ Ամ, Բայց ավելի ֆունդամենտալ մի քիչ։ Ի նկատի ունեմ, եթե ասենց ուղակի բռնեմ ֆիքսած ձևով 3 մասի բաժանեմ, դրա խնդրեմը ինչու՞մ էր լինում։ Մենք մի հատ էլ validation անելու մի հատ էլ ավելի լավ ճիշտ ձև ունեինք, չէ՞։ Պատկերացրեք, որ ասենք բան, կարող է օրինակ ինչ-որ տներ կա, որոնց վրա շատ հեշտ է գուշակություն անել, տներ կա, որ շատ բարդ է։ Random state-ի մասին է խոսքը։ Random state-ը անպայման, հեսա դրան պետքա գանք, այդ հաջորդ բաց թողած սխալներ, բայց ստեղի նկատի ունի ավելի շատ cross validation-ը, որ ամեն անգամ նես չլինի, որ ասենք էս կոդի, այսինքն տվյալների մի հատ ինչ-որ բլոկ train-ի համար աշխատեց ու միշտ դա է, այլ ոնց որ հերթով դերերը փոխեն։ Ամեն մի տող ինքը համ train-ում լինի ինչ-որ պահի, համ validation-ում լինի ինչ-որ պահի, որ ինչ-որ առանձնահատկություն չտանք պատահական բաշխմանը, դրանով ել ավելի ճշգրիտ պատասխան ստանանք, այդ օրինակ այդ 5 fold cross validation անենք, որ 5 անգամ բաժանի 80-20-ի ու այդ դրանց միջինացվածը նայենք, որ ավելի ընդհանուր պատկեր ստանանք։ Այդ մի հատ բան է, որ կարող է ավելի լավացներ։ Այնտեղ են paranoid ռեժիմով կարող ենք մի հատ ներդրված cross validation-ը անենք, բայց դա մի կողմ շատ ավելի կարևոր ու շատ ավելի քրիտիկական սխալի մասին էլ ասացիք։ Seed-ը ֆիքսած չի, չէ՞, ժողովուրդ։ Հիմա ասենք սրան աշխատացրեցի, օքեյ, շատ լավ է։ Հիմա վաղը զարթնեմ նորից աշխատացնեմ, ուրիշ պատմություն կստանա։ Seed-ը չենք ֆիքսել, պետք է անպայման ամենասկզբից seed-ը միշտ ֆիքսվի, սառացվի, որ կարողանանք ունենանք վերարտադրվող արդյունքներ։ Այս բջիջից իրականում այսքան սխալ կա հիմնականում։ Դե ժողովուրդ, այս երկրորդ կտորում ասում ենք, եկեք բռնենք բան անենք։ Հիպերպարամետր tuning անենք։ Ասում ենք, այս ալֆան կարևոր է պետք է հիշենք, որ ալֆան մեր մոտ բանն էր, նույն լամբդաներ, ուղղակի scikit-learn-ը API-ում որոշել են անցանի, որ տանջվենք։ Ռեգուլարիզացիայի տարբեր չափեր ենք դնում 0.1, 0.2, տենց մինչև 1 ու հերթով ցիկլ ենք պատտվում, fit ենք անում X-train-ը, score-ն ենք հաշվում, օրինակ R2 score-ը թեստի վրա։ Ու պահում ենք, թե որն է մեր մոտ լավագույնը եղել վերջը։ Ստեղ ինչ խնդիրներ կա, ժողովուրդ։ Մի քիչ ստեղ ավելի նուրբ է պետք բանել, թե ինչ սխալներ են, այնտեղ այտենց շատ ակնհայտ են գուցե, ստեղ այդքան է չէ։ Բայց օրինակ օպտիմիզացիա բանի կոդի էֆեկտիվության տեսանկյունից մտածեք էլի, թե ինչքան արագ կարա աշխատի, համեմատ ինչ հնարավորություն կա սա ավելի արագացված աշխատացնելու։ Ու այսինքն NumPy-ով անենք այն վեկտորներով for-ի փոխարեն։ Հա, for-ի փոխարեն բան պետք է անենք, բայց ստեղ NumPy-ի հարց այդքան է չկա, որովհետև մեկա պետքա ոնց որ էս ridge-ի համար էս fit-ը կանչենք, ստեղ հենց մակարդակի վրա չենք, որ մտածենք ոնց կարանք որպես ինչ որ մատրիցային գործողություններ սա կազմակերպենք, որտեղ ամեն դեպքում ոնց որ ֆունկցիային պետքա input տանք, ասենք run լինի, այսինքն ցիկլը չենք կարող օպտիմալ ձևով դարձնենք մի հատ վեկտորական գործողություն, բայց կարանք իրականում օգտվենք այն փաստից, որ ստեղ այս ամեն մի արժեքի համար գործընթացը լրիվ իրարից անկախ է, չէ՞։ Այսինքն 0.1-ով որ fit անեմ ու 0.6-ով fit անեմ, մեկը մյուսի վրա ոչ մի ձև չի ազդում։ Ստեղ իհարկե ոնց որ ցիկլով նենց է գրած, որ արագ սքորերը լավագույնը վերցնենք, բայց կարանք նաև ոնց որ զուտ սքորերը ցուցակի մեջ հավաքենք, հետո նայենք, որն ամենափոքր, ամենամեծը, այդ կարևոր չի։ Այսինքն եթե այստեղ օրինակ ասեմ, ժողովուրդ, եկեք ես իմ կոմպի վրա այս 0102-ի համար կհաշվեմ, Վահրամ, խնդրում եմ դու 0304-ի համար հաշվի ու տենց բաժանենք իրար մեջ, կարանք հետո ուղղակի արդյունքներով գանք, կիսվենք ու ասենք բան։ Ու մոտ ինչ արդյունք եղավ, չէ՞։ Այսինքն կարանք այս կտորը զուգահեռացնենք։ Դնենք պարալել աշխատի։ Այդ պարալել աշխատելը բանը լավ կազմակերպում է։ Եթե scikit-learn-ից այդ բանը վերցնեինք, grid search CV-ն օրինակ վերցնեինք կամ ինչ որ random search CV կամ մի խոսքով ինչ
իրանց model selection-ից ինչ էլ վերցնեինք, սիրուն իրանով կկազմակերպեինք պարալելիզացումը, դրանով արագացում կստանայինք զգալի։ Այդ մի խնդրեմ։ Մի հատ ուրիշ խնդրեմ, քանի որ մի քիչ ավելի նուրբ է, լեկցիային կպել ենք իրան, բայց նես չի տենց շատ ուժեղ հիմնավորել ենք։ Մի հատ ուրիշ նրբությունն էլ նա, որ ստեղ մենք շատ վատ տիրույթ ենք ստուգում, ու հիմնականում, ասենք, ռեգուլյացիայի պարամետրի կարգի բաները ընդունված է լոգարիթմական scale-ով նայել։ Այսինքն այս 0.1-ից 1 նայելը ինքը շատ փոքր ինտերվալ է, ու իրականում այս արժեքներով է որ նայենք, ստեղ է սրանցից մեծ մասի համար համարյա նույն արդյունքն է մեր մոտ ստացվելու։ Ավելի լավ կլինի փնտրել, ասենք 0.01, հետո 0.001, 0.1, 1, 10, 100 ու այդ մակարդակով էլի։ Պարտադիր չի 10 անգամ 10 մեծացնելով գնալ, բայց երկրաչափական պրոգրեսիա ենք մենք հիմնականում կազմում սրանց համար։ Ու նաև բացի նրանից, որ ոնց որ երկրաչափական չի, նաև ոնց որ տիրույթն էլ փոքրոտ է, էլի։ Ստե լիքը հնարավոր լավ արժեքներ կա, որ չեն դիտարկվում։ Բայց օքեյ, լավ, հիմա մոդելը սարքել ենք, կարանք բռնենք նայենք մոդելի կարևորությունները։ Ստեղ գանք իրան ասենք, խնդրում եմ բան արա։ Ստեղ մի հատ ավել սխալ է ուզում պահել, այն էլ ջնջեցի։ Կարանք իրան բռնենք, ասենք, պարամետրերը վերցրու, ամենակարևորները, ու գրաֆիկ գծի, սորտավորի գրաֆիկը գծի, ու ստեղ տեսնենք, որ օրինակ քաղաքը, որ Մումբայ է, այդ ամենակարևորն է, այն որ քաղաքը Կոլտոկա է, ընդհանրապես կարևոր չի, իսկ տան չափը էլի կարելի ասել 0 կապ ունի։ Ստեղ ինչ խնդիրներ ունենք։ Հիմա այս ճիշտ է այս պնդումը, որ Մումբայը բանն է, ամենակարևոր երկիրն է։ Այդ գուցե ճիշտ է, բայց արդար է այս պնդումը, համեմատ օրինակ size-ի։ Այսինքն պետք է նույն միջակայքի բերենք, հա, այդտեղից է այս խնդիրն եկի։ Ահա, շատ ճիշտ է։ Այստեղ City Mumbai ինքը կամ 0 կամ 1 է։ Size-ը կարա տենց ոնց որ հարյուրավոր արժեքներով փոփոխվի։ Դրա համար size-ի գործակից լավ փոքր է լինում։ Մի հատ սենյակ ավելացնելը շատ ավելի շատ դոլարային տարբերություն է բերում, քան մի հատ քառակուսի մետր ավելացնելը։ Եթե ուզում ենք այս importance-ները իմաստալից լինեն, պետք է իրանց նայենք նույն միջակայքի տվյալների վրա։ Երազանց, հա, այդ մի խնդիր։ Իսկ օրինակ ինչ կասեք, արդար կլինի, ասեմ, որ այս բանը, այս տվյալների տեսակը, որ super area է, ինքը ավելի կարևոր է, քան օրինակի համար, որ քաղաքը լինի Չենայ։ Այդ արդար է։ Ուզում եմ հարցնել, ես feature-ները արդեն որը որ պետք չի հանածա, չէ՞։ Որը կարևոր չի Այդքան պետք չի։ Չէ, ամեն ինչ է։ Այստեղ ոնց որ այնտեղ տեսանք ինչ ենք ներառել, այդ մի քանի հատի համար բան արած, one hot encoding արած ու պլյուս է սրանք։ Այսինքն այստեղ սաղ մոդելն է մեր մոտ։ Կարակ բան տեսանք ու ինձ մտածեք, այստեղ որ ինչ որ բան բացասական է լինում, դա ինչ է նշանակում։ Իրա միտքը ո՞րն է։ Բանաձևը պատկերացրեք, որ գրած է օրինակ ազդեցություն ունի էլի, հա։ Ահա, շատ ճիշտ է, այսինքն գինը գցում է։ Օրինակ որ կոլտակայում է, օրինակ, նայեք սիրուն բանը։ Եթե բան կահավորված չի, գինը ընկնում է։ Հա, բայց այն որ գինը ընկնում է, այդ նշանակում է, որ այդ կահավորված լինել չլինելը էլի մեծ դեր է տանում, չէ՞։ Այսինքն ստեղ մեր մոտ գալիս ենք նրան, որ ամեն դեպքում, եթե բացասական ազդեցություն ունի, այդ չի նշանակում, որ կարևոր չի իր ազդեցությունը։ Ու ստեղ ճիշտ կլինի, եթե ուզում ենք նորմալ համատություն ունենանք, դա լինի ըստ բանի, ըստ բացարձակ արժեքների։ Կոդը իրականում սկզբում տենց էր արել, այդ պահը մոռացել էի սխալ դարձնեմ, բայց արդար ձևով մենք ասենք ամենակարևորը այնա, որ Մումբայում լինի քաղաքը, ամենամեծ ֆակտորը դա է։ Դրանից հետո գալիս է այս Կոլտոկան 298-ը։ Հետո նոր արդեն կարելի ասել էս չկահավորվածը, հետո էս բան, որ carpet area եւ այլն եւ այլն։ Ստե միջոց հավես էր, որ ինչ որ շատ փոքր ընդհանրապես գործչարած զիբիլ մոդել ինչ որ տրամբանական բաներ գտավ միանգամից։ Բայց այս ասած կարևորությունից իրականում դեռ չեն խաղում, որովհետեւ դզած բանի վրա չեն, էլի տիրույթները դզած բանի վրա չեն, բայց գոնե կարդալու տեսանկյունից իմանանք թե ոնց կարդանք, էլի։ Okay։ Դե հիմա նայենք բանը, ինչքան լավն է մեր մոդելը։ Հաշվեմ ստեղ
Էսա train-ը վերցրել եմ, հաշվեմ արքառակուսին, RMS-ին, mean absolute error-ը, կոռելացիաները, հաշվեմ բանը, հետարքիրա գուցե ինչ որ տենց շատ թանկանոց տները մի կողմ դրած, այն սովորական տների համար մի հատ առերկուսը հաշվեմ, ու մեկ էլ մի հատ cross վալիդացիա անեմ 5 հատ բանով ու բացասական միջին քառակուսային բան, միջին քառակուսային շեղումը մինիմումով նայեմ ամենափոքրը որն է տալիս, այստեղ հաճախ նեգատիվ են գրում, որովհետև ամեն ինչի մինիմումն ենք ուզում գտնենք մենք, էլի։ Չէ, ներողություն, թարսացի cross validation score-ի դեպքում նայում ենք ոնց որ ամենաբարձրը որն է, դրա համար մինուսով ենք նայում, որ ամենաշատ 0-ին մոտիկ թիվը լինի ամենալավ cross validation score-ը։ Դե լավ, արդեն ես մինուսից որ շատ խոսացի, սխալներից մեկը այն էր, որ այստեղ վերջում տպենք, ասենք, վերջնական MS-ին, այս մեր բացասական միջին քառակուսային շեղումով արածը ասենք, որ -0.53 է, ինչը իմաստ չունի, 0.153 պետքա լիներ, բայց լավ, դա մի կողմ։ Այս մնացած կտորում ինչ խնդիր ունենք։ Հիմա օրինակ որ այստեղ տեսնում եմ 0.828։ Կարամ մի անգամից ասեմ, օ, ընտիր, լավ մոդել ունեմ։ Ենթադրենք այս 0.828-ը լավ թիվ է, էլի։ Ասենք, այս խնդիրները շատ բարդ են, ասենք 0.828-ը լավ է։ Իսկն bias-ի error-ը պատկերացնենք ինչ որ 0-ից լավ բարձր է։ ու կա միջինը հարմար եղած եղնի զուտ, դրա համար տենց մեծ թիվը եղնի։ Միջին հարմար, այսինքն կարող է միջին գուշակող բանը ավելի հա, էլի, հա։ Okay, այս ճիշտ միտք կա մեջը, բայց դա մի քիչ ուրիշ բանի հետ է կապված։ Երբ որ տարբեր տվյալների համար նայենք, կարող ասենք միտեղ միջին գուշակելը ավելի լավ լինի, քան ավելի վատ, այդ դրա հաշվին արքառակուսին ավելի լավ կամ ավելի վատ թվա, բայց դա խնդրեմա մեր մոտ այս կտորում, երբ որ արքառակուսին հաշվում ենք սովորական տների համար, ուստեղ ըստ էության ուրիշ քանակի տվյալներ ենք օգտագործում ու այս երկու արքառակուսիները իրար հետ համատելի չեն դառնում ընդհանրապես։ Պետքա փոխարենը օրինակ adjust to it արքառակուսին նայենք, որը որ տվյալների քանակ, feature-ների քանակը տենց բաները ներառում է մեջ, հա։ Այդ մի հատ խնդրեմ է։ Բայց ընդհանուր առմամբ, ոնց որ եթե ուզում հասկանամ այս մոդելս ընդհանրապես իմաստ ունի գոյություն ունենա, թե լրիվ զիբիլա թե չէ, ասենք լրիվ անգիր է արել տվյալները թե չէ, կարամ ես սրան նայելով արդեն դա հասկանամ։ Երևի չէ, որովհետև հիմնականում մի մետրիկով ոչ մի բան չեն որոշում։ Մի մետրիկով, այսինքն այստեղ ահա, ասեք։ Մի հատ արժեքով ոնց որ շատ բան չեն որոշում, որովհետև օրինակ loss-ը այդքան էլ ցածր չի։ Okay, լավ։ Արդար է, կարանք այս բոլոր 4 արժեքները նայենք, ասենք։ Է դրանով okay է։ Այստեղ այդ մի հատի հետ կապված խնդրեմը այ շատ ոչ թե նա, որ մի հատ loss ենք նայում, այլ ճիշտ մի հատ մետրիկա ենք նայում, այլ մի հատ ինչ ենք նայում, որ մեզ օրինակ ոչ մի բան չի պատմում անգիրի մասին։ Մի հատ ուշադիր եղեք այս առաջի տողին կոդի։ Հա մենք train-ի վրա ենք նայել, բայց վալիդացիայի համար չենք ոչ մի բան հաշվել։ Շատ ճիշտ է։ Մենք իրանց ստուգում ենք իրա տեսած տվյալների վրա։ Այսինքն ինքը տվյալները անգիր է արել, թե չէ, մենք հիմա պատկերացում չունենք։ Ինչպես նաև սխալ կլիներ մենակ վալիդացիայի վրա իրան նայել, որովհետև վալիդացիայով էլի մեկա չենք հասկանա overfitting-ի խնդիր ունենք, թե underfitting-ի խնդիր։ Բայց գոնե եթե ինչ որ պետքա մարդկանց տվյալներ ասենք, առնվազն արդար է, որ այդ տվյալները ասենք վալիդացիայի վրա, ոչ թե train-ի վրա։ Որտեղ train-ի վրա տվյալները 0 բան են մեզ պատմում։ Իհարկե, այս գծային ռեգրեսիայի դեպքում տարբերությունը շատ չի, որովհետև գծային ռեգրեսիան առանցները ինքը այնքան հասարակ մոդել է, որ ինքը ուղղակի իր մեջ չունի այդքան հզորություն, որ կարանա այնքան ճկուն լինի, որ անգիր անի աղմուկը։ Իր դեպքում մի քիչ դժվար է overfit անելը։ Բայց որպես մոտեցում շատ կոպիտ սխալ է մենակ մի դատասեթի վրա տվյալներ նայելը, արդյունքներ նայելը։ Կապ չունի այդ մի դատասեթ train-ը թե test-ը։ Մեզ պետք է երկուսը իրար հետ հանել։ Այստեղ մեկ-մեկ կարող test ու validation իրար հետ խառը ձևով ասեմ, կոնտեքստից պետքա որ զուտ հասկացվի, էլի։ Okay, դա բավ հասկացանք, իսկ ստեղ օրինակ որ ասում ենք mean absolute error-ը 0.286։ Հիմա կարամ ես ասեմ, որ ես միջինում տան վարձը գուշակելուց սխալվում եմ, ընդամենը 0.28 ռուպիով, ինչը դոլարով ընդհանրապես ոնց որ 0-ի կարգի թիվ լինի։ Տենց լավ կլինի, ճիշտ կլինի ասել։
Սա մի քիչ ավելի նուրբ հարց է։ Էս պետք է աշճան սարքենք, էլի հա, լոգարիթմի հիմար ենք մենք։ Հա, ֆանտաստիկ, շատ ճիշտ է։ Մոդելը գուշակում է լոգարիթմը։ Դրա համար եթե ուզում ենք սխալանքները հետ բերենք նույն տիրույթի, պետք է հիմա էքսպոնենտ բարձրացնենք։ Թե չէ սենց ինքը շատ փոճուր թվով մեզ գալիս խափում է։ Շատ ճիշտ է։ Մի հատ խնդրեմ մնաց, այս կոռելացիան, որ սենց լավ բարձր թիվ է։ Այդ մեզ հիմա կարա ասի, որ դե դզեց լավ մոդել ունենք։ Թե ինչն է խնդիրը կոռելացիայի։ Կարող է խնդիր նամա, որ train data-ի վրա է արած։ Դե train-ը խնդիր է ու train-ը բայց ոնց որ ընդհանուր ամեն ինչի մակարդակով խնդիր է։ Եթե թեստի վրա անեինք սա, մեկը իր մեջ խնդրահարույց պահ կլիներ։ Կարակ պատկերացնենք օրինակ այս տվյալների կոռելացիան ինչքան կլինի մեր մոտ։ Այս երկու array-ների կոռելացիան ինչքան է։ Կամ եկեք էլ ավելի սիրուն դարձնեմ։ 1000, 1005։ Մեկ ասանը։ Մեկա, չէ, իդեալական գծային կապ է։ Բայց խայտարակ վատ է, չէ, գուշակությունը, եթե 1 ա եղել 500 ա գուշակե, 2-ը եղել 1000 ու տենց։ Բայց կոռելացիան դրան չի նայում։ Կոռելացիան բանը, ինվարիանտ է բանով ինչ որ թու ինչ եմ թիթիզ մաթեմատ խոսում, կոռելացիային հեշտ տարբերություն չկա, սաղ տվյալները ասենք 1000-ով աճ ձախ կտանենք, թե չէ։ Դրա համար ինքը մենակ իրանով չի պատմում մեզ, թե ինչքան լավ է մոդելը գուշակում։ Ինքը ուղղակի օգնող բան է 0-1 տիրույթում ինչ որ բան տեսնելու, Սպիրմանի հետ օրինակ որ հաշվենք, ընդ մոնոտոնության հետ կապված բան տեսնելու եւ այլն, բայց միայնակ ինքը մեկա բան չի, վստահելի չի ընդհանրապես։ Հիմնականում համարյա ամենտեղ ոչ մի բանը մենակով վստահելի չի լինում։ Շատ քիչ բան կա, որ կեղտ չենք կարա բռնենք իր վրա։ Դե ժողովուրդ, ընդհանուր ոնց որ այսքանն էր մեր մոտ։ Լիքը բան կա, որ կարային կանեինք ավելի լավ լիներ բանման։ Հա, բայց դա։ Ստեղ իմ ինժայից մի հատ բան, որ կարար հետաքրքիր լիներ նայել, դա նա, որ արքառակուսին ստեղ այսքանց հաշվել ենք, բայց չենք համատել, օրինակ, իսկ բանը ինչքան է, baseline մոդելը ինչքան է։ Baseline, այսինքն ամենապրիմիտիվ մոդելը ինչքան է, իր արդյունքները, ասենք, իր MI-ին, իր RMS-ին եւ այլն։ Կոպեկի դեպքում, ասենք, բինար կլասիֆիկացիայի դեպքում կոպեկ գցել օրինակ ինչ արդյունք ուներ ու մեր մոդելը ինչ արդյունք ունի։ Այս բաները եթե ներառենք, լավ կլիներ, բայց լավ կլիներ շարքից շատ բան կա։ Կարևորը ստեղի են խիստ սխալները նայեցինք, առնվազն ոնց որ իմ իմացած սխալները, կարանք տենց ասենք։ Հա, մի հատ էլ բան, որ այդ սխալի մասին խոսացինք, բայց այդ սխալի ազդեցության մասին մոռացանք խոսան։ Մենք ստե որ ասացինք, որ տվյալները մի միջակայքի չենք բերել, այդ feature importance-ներին խանգարում է, իսկ ուրիշ ինչի համար է կարա պրոբլեմատիկ լինի, որ տվյալների միջակայքերը չենք ուղղել։ Այս ridge-ը պատժում էր մեծ գործակից ունեցող feature-ներին, չէ՞։ Հիմա գործակիցը կարա feature-ի գործակիցը կարա մեծ լինի, որովհետև ուղղակի իր տիրույթը փոքր է։ Այդ չի նշանակում, որ ինքը արժանի է պատժվելու ridge-ի կողմից։ Նույն տիրույթի բերել նաև օգնում է ռեգուլարիզացիայի պահում այդ տուգանքը ավելի բալանսավորված ու արդար ձևով անը։ Այդ մի հատ է պրոբլեմ, որ իրականում ես էլ էի բաց թողել, հենց նոր նկատեցի։ Y test։ Այստեղ լավ, իհարկե ոնց որ երկու մասի բաժանելը չեն կարել, այդ բանը չի զգացվում, cross validation-ն էլ մենակ այն ամնավերջում ենք պայտակ նայում։ Բայց ընդհանուր առմամբ մեր իրոք թեստի տվյալները, ասենք ոչ թե վալիդացիան, այլ ոչ թե train-ը, այլ հենց մենակ թեստը։ Իրան պետքա ամենավերջում մի հատիկ նայենք ու վերջ։ Ընթացիկ արգելվում է նայել։ Մի հատ էլ այդ կոռելացիայի գաղափարը կասեք, ոնց որ ես դրան մի քիչ տանոց չէի, չհասկացա։ Կոռելացիան ինքը մեր մոտ բանն է։ Այն ըստեղ էս հաշված է Pearson-ի կոռելացիան, ինքը գծային ներողություն, հաղթեսի են ավանդական կոռելացիայի բանն է, որ ասենց մացպասում x մինուս բան, տտ, այդ որ հաշվում ենք, այսինքն ինքը ուղղակի մեզ ասում է, թե ինչ գծային կապ կա սյուների միջև, այսինքն ուղիղ գիծը կարա իրանց օրինակ լավ նկարագրի, թե ինչ որ տարբեր ձևերով են իրար պահում, ու ինքը հաշվարկվելուց իր մեջ հենց կոմպոնենտ կար, ոնց որ միջինները հանվում էր իրարից, ուստեղ եթե օրինակ նայեմ բան, եկեք մի հատ գծենք, 1, 2, 3 ու y-ը հավասար է
Давай. Ինչքան բան ես գծում։ Ահա։ Սա եթե նայենք, այս տվյալները իդեալական գծային կապ ունեն իրար մեջ, չէ՞։ Մեկը բարձրացնում եմ 2-ով, մեծանում է 500-ով։ Երկուսը բարձրանում եմ 1-ով, էլի բարձրանում է 500։ Իրենք իդեալական գծային կոռելացիա ունեն իրար մեջ։ Բայց գուշակության տեսանկյունից պատկերացրեք իրական արժեքը եղել է 1, մենք գուշակել ենք 500։ Իրական արժեքը եղել է 2, մենք գուշակել ենք 1000։ Շատ վատ գուշակություններ է, չէ՞։ Ահավոր վատ գուշակություններ է։ Բայց այդ ահավոր վատ ծուրը գծային մակարդակով մեկը բռնում է իրար հետ։ Դրա համար ստեղ կոռելացիա հաշվելը մեզ կասի 100%-անոց կապ կա տվյալների մեջ y-ի ու y թիրախի։ Ու իրոք կա, բան չկա ասելու։ Բայց դա մեզ չի ասի նրա մասին, թե y ու y գլխարկը իրար ինչքան մոտիկ են։ Այսինքն ինչքան լավն է մեր գուշակությունը։ Դե օքեյ։ Դե եկեք արագ մի հատ նայենք այս բաները դզած կոդին։ Ստեղ շատ ավելի շատ բաներ ենք ներմուծելու, դա մի ռեգրեսոր, միջին գուշակի ուղղակի համատենք, ստեղ pipeline, column transformer, որ իրանց նորմալ անենք standard scaler, որ միջակայքերի բերենք, ու տենց։ Դե նախ seed-ը fix-ենք անպայման, հետո ստեղ այս locality feature-ը չներառենք, որտեվ բան ենք անում, այն մեր կիրառածով թիրախից ենք իրա տվյալները վերցնում, ստեղ գանք, բաժանենք train test-ի, seed-ը fix-ած, անպայման, ու գնանք առաջ, այստեղ կասեք մի վարքյան բանը, անուն ինչա, բանի բաժանելը, վալիդացիայի բաժանելը, ստեղ, ստեղի միջավեց, ոնց որ մի քիչ ավելի շատ տրյուկ են կարել, որ սա մի անգամից մեզ տվել է նաև բանը, համ լոգարիթմականը, համ ինքն իրանով եղած տվյալները, որ հետո մի քիչ կոդը հեշտանա մեր, եթե մի բան մի տիրույթում ուզենք նայենք մի բան ուրիշ, բայց մեկը ամեն դեպքում 80-20 բաժանում են կարել։ Հետո cross validation ենք օգտագործելու, դրա համար ստեղ չեմ բռնում մի հատ էլ առանձին գրում բաժանում, որ ավելի լավ ձևով անենք։ Բայց լավ։ Դրանից հետո ստեղ գալիս ենք, մեր column transformer-ում ասում ենք standard scaler կկիրառես թվայինների վրա, միջակայքերի հարցը լուծեցինք, արդեն ռեգուլարիզացիան ու կոռելացիաների ներություն կոեֆիցիենտներ նայելը արդար կլինի։ Ստեղ drop first ավելացրեցինք, արդեն չենք ունենա բանի problem, data leakage-ի problem։ Pipeline-ը սարքենք, սկզբում մեր pre-processing-ը, հետո ridge model-ը։ Grid-ը fix-ենք լոգարիթմական ձևով, թո -3-ից 3, տենց բան, 13 հատ արժեք մեզ տա հավասար բաներով, երկրաչափական պրոգրեսիայով։ Ստեղ սահմանենք recursive-ի, որ ինքը համ զուգահեռացված աշխատի, համ էլ ստեղ մեջը նշենք CV-ին հավասար է k-fold ու 5 հատ բանով k-fold անենք։ State-ը անպայման էլի ֆիքսած, միշտ անպայման պարտադիր state-ը ֆիքսում ենք ու սրան աշխատացնենք։ Օպալա, եկավ գտավ, որ լավագույն ալֆան մեր մոտ 1-ն էր։ Այստեղ ժողովուրդ, մեկը կարող է -3-ից 3-ը իրականում էս տալիս էր բան։ Սխալ ասացի, ոնց որ թե մեկնաբանությունը գիտեք։ Մի վարքան, ոնց էր պարամետրի անունը։ 10-ի -3 աստիճանից մինչև 10-ի 3 աստիճան է մեզ տվել։ 13 հատ արժեք։ Այդտենց ավելի ճիշտ կլիներ ասել։ Սխալվել էի, ներողություն։ Բայց հա, առաջ գնալով, ստեղ MS-ին տպելուց այս մինուսի հետ կապված հարցը լուծենք, մի հատ էլ իրան մինուս տնենք։ Այստեղ նաև կարելի է միջինից բացի նաև ընդհանուր բաշխումը նայել, կարող է միջինը դա ինչ-որ մի հատ շատ վատ դեպք է ծածկում իրանով։ Հետո գանք ստեղ, այս մեր տվյալները, standard scale արած տվյալները, fit transform ենք անում բանի համար։ Մենակ այս մեր training-ի տվյալները ու բացարձակ արժեքներով սորտավորած իրանց գրենք։ Ստեղ արդեն կտեսնենք, որ պատկերը բավականին փոխվում է։ Մի դեպքում, երբ որ սենյակների քանակը առաջի տեղում էր գտնվում, որտեվ փոքր բաներ իր գործակիցը շատ մեծ էր ստացվում։ Scale արած տարբերակում արդեն մի քիչ ներքև իջավ։ Ստեղ մի քանի հատիկի համար է նայած իհարկե, այտենց շատ մեծ գործ արած չի։ Մենակ թվայիններն ա վերցրած ու մի հատ է locality-ի հետ կապված բան ենք նորից հաշվել են մեր նախորդ տեղից։
բայց մենակ train-ի համար արած։ Բայց մի խոսքով, այստեղ կարևորը բանն էր, այս կոեֆիցիենտի պահը ֆիքսելը ու միջակայքի պահը ֆիքսելը։ Մի քիչ արագ եմ խոսում, բայց պրոստը արդեն համարյա պրծանք, մի հատ սա արագ նայենք։ Մի հատ կարանք շուտ ստուգենք դամի ռեգրեսորը ինչ է մեզ ասում։ Դամի ռեգրեսորը ասում է, որ 0, ինչը խելքին մոտ է, ինքը ոնց որ միջին է գուշակում, դրա համար միջին գուշակող մոդելի համեմատ իր արդյունքը 0 է լինում։ Սա ավելի հետաքրքիր կլիներ նայել բանի համար։ MSI կամ MI-ի եւ այլնի համար, որովհետեւ բանի ինչա R2-ը որ 0 է, այդ մեզ զարմանալի չի, դա սահմանմանն է։ Այս 0-ից մի քիչ անկամ լինելը հեչ էլի, այդ մոտարկման հարցերը։ Հա։ Ու արդեն եթե ուզենք գալ տպել մեր մոտ mean absolute error, median error եւ այլն, պետք է այն վաղտ եթե log p1-ն ենք արել, այսինքն 1 գումարած x-ի լոգարիթմեր հաշվի, հիմա exponent m1-ը անենք, այդ դրա հակադարձը։ Ու իրա վրա հաշվենք, տեսնենք, որ չէ, մեր mean absolute error-ը ոչ թե 0.8, այլ 11000 էր։ Արդեն շատ ավելի խելքին մոտ բան դարավ։ Բայց իմիջիայլոց մեդիանն էլ 3600 էր։ Այսինքն ոնց որ թե նշան ունենք նրա, որ ինչ որ արժեքներ կա, որ շատ մեծ սխալ է լինում իրանց վրա, բերում իրանց վրա են քաշում ամեն ինչ։ Այստեղ կարանք լիքը ուրիշ բաներ էլ հաշվենք, ավելի ընդհանրականության համար մեր log scale-ով 0.8, RMS-ի, բան mean absolute error 30%-ով ծուռ են գուշակում, իրականում շատ վատ մոդել է, symmetric, բանը տոկոսային սխալը, ու տենց։ Ու կորելացիայի մասին էլ զգուշ լինենք, ասենք, որ կորելացիան ինքը accuracy չի։ Ինչ որ բան լրիվ ծուռ գուշակածով, մեկը իդեալական ցույց կտար իրան։ Ու արքառակուսու հետ կապված էլ արդեն իրան ինչ նայում ենք նույն տվյալների վրա։ Տարբեր տվյալների դեպքում արդեն ինքը բան է լինելու։ Մի քիչ շեղված է լինելու, որովհետև միջինը կարա վատանա, ոչ թե մոդելը լավանա։ Կամ հակառակը միջինը լավանա, մոդելը ոչ թե մոդելը վատանա։ Հավելումներից էլ եկեք մի քանի հատ գրաֆիկներ գծենք, որովհետև մենակ հում թվերով ենք նայում։ Եկեք ստեղ գանք 3 հատի վրա կկենտրոնանանք։ Գանք նայենք գուշակություն ընդդեմ իսկականի։ Ստեղ արդեն միանգամից տեսնենք, որ նայեք այս ստեղ լոգարիթմական ազգուշակ, ստեղ էլ է լոգարիթմական։ Այս ինտերվալում բավականին կոնցենտրացված է, ու ինչ որ տենց շատ յուրատուկ բաներ չկա, բայց այս փոճուր արժեքների համար որ գայս ենք, տեսնենք նայեք միշտ ահավոր ծուռ է։ Նույնն էլ ստեղ էս մեծերի համար միշտ ջիգարով ծուռ է։ Կարանք ուղղակի մեկից մյուսից հանենք, այս սրա վրա նայենք։ Ստեղ էլ ավելի հեշտ կարանք տեսնենք, որ բան, այս ինչքան ավելի մեծ արժեքներ են գնում, այդքան ավելի սխալանք կա, ու իմիջիայլոց սխալանքը կարանք նկատենք, որ մի ուղղությամբ է գնում։ Ստեղ էս միջին բաների համար համ ավելի քիչ, համ ավելի շատ է գուշակում, բայց սրանց համար ստաբիլ ավելի քիչ է գուշակում։ Ու կարանք մեկ էլ QQ plot գծենք, այս հետ որ բան, R սիրողները այդ վիճակագրական բանը իրանց, այսինքն residual-ները նայենք, այդ residual-ները որ սորտավորենք, այդ ամեն մի արժեքի դիրքը այդ ցուցակի մեջ, կվանտիլը, ինչքան է բռնում տեսականորեն Գաուսյանից եկող կվանտիլի հետ, ու ստեղ տեսնենք, որ այս փոքր ու մեծ ինտերվալներում կոնկրետ խնդիրներ ունենք, հստակ ինչ որ արժեքներ ունենք, որ իրենց վրա են բռնում քաշում ամեն ինչը։ Այժմ շատ փոքր ու շատ մեծ բաների վրա հստակ իրանք լավ լիքը խնդիրներ են մեզ բերում։ Մի քիչ ավելի ընդհանրական error անալիզի մասին, սրա մասին հետո մի քիչ ավելի նորմալ խոսալու ենք, ու նայ ժողովուրդ, մի բան էլ որ թխի եմ արագ ստեղ անցնում, ստեղի գաղափարները այնց են, որ ինչ էլ անենք պետք են գալու, ու մենք մի քիչ ավելի լուրջ դատասեթերի հետ մի քիչ ավելի խոր ուսումնասիրություններ անելու ենք, երբ որ ավելի լուրջ մոդելներ սովորենք, այդ ժամանակ էլի նման գաղափարների վրայով անցնելու ենք, էլի դրա համար եմ մի քիչ օքեյ ստեղ ավելի արագ գնանք, բայց error անալիզի մի հատ լավ կարևոր կտոր նաև նա է, որ նայենք տեսնենք իսկ ոնց որ EDA անենք մեր error-ների վրա, exploratory data analysis, օրինակ նայենք ըստ քաղաքի բաշխումը, բարձրանում օրինակ Մումբայում կոնկրետ շատ ավելի շատ է սխալվում, քան Կոլկատայում։ Սա մենակ ինքն իրանով մեզ նեշի շատ բան ասում, որտեղ կարող է ուղղակի Մումբայում միշտ բոլոր տները ավելի շատ թանկ են, այտենց մի բան կագրած տեսնում էինք։ Դրա համար այդտեղ շատ ավելի մեծ թվերի հետ ենք խաղանում, դրա համար տարբերություններն ավելի մեծ են։ Ոստը մի հատ տոկոսային նայելը ավելի լավ լիներ, բայց իդեան է այստեղ կարևոր, որ կարելի է պրոստը բռնել ու խորանալ, հասկանալ
որ սեգմենտների համար է մոդելը սխալվում։ Այն լավ ջիգարով կարևոր է մեր համար լինելու։ Կարանք մի քիչ վալիդացիայի հետ կապված բզբզանք, learning curve-եր գծենք բանման։ Օրինակ համար նայենք, օքեյ, բա հիմա մեր ռեգուլյացիայի տարբեր արժեքները մեզ ինչեր են տալիս։ Տեսնենք, որ ռեգուլյացիան այս փոճուր թվերի համար ըստ էության ոչ մի բան չի փոխում, որտեղ իրականում գծային մոդել է, էլի ինձ չի ինքնավարտ առանձնապես overfit անում, որ իրան մի հատ է պատժենք, բայց երբ որ սկսում ենք չափից շատ պատժել, կտրուկ սկսում է անգնել։ Մեկ էլ մի հատ բան, որ կարող է հետաքրքիր լիներ, այդ նայենք տեսնենք իսկ բանը տվյալների քանակը փոփոխելով ինչքան է լինում մեր արդյունքը, այսինքն իրան ավելի քիչ տվյալների վրա, գնալով ավելի շատ տվյալների վրա եթե train անենք, ինչ կլինի։ Իրական դեպքում իհարկե սաղ տվյալների վրա ենք train անելու, բայց ուղղակի որպես հետաքրքիր բան, ստեղ տեսնում ենք, որ cross validation աճում է, իսկ բանը R2-ը նվազելով գնում է։ Հիմա սա կարող է այնպես լինի, որ ինչքան շատ տվյալ ենք տեսնում, այդքան միջին գուշակելը լավ է աշխատում, նաև է դրա էֆեկտը կարող մեր մոտ ստեղ երևա։ Ու մեկ էլ արագ որ մի քանի բան էլ որ լեկցիայից անցել ենք, բայց այդտեղ չծածկվեց, եթե ուզենք լասուին էլ տեսնենք, եկեք լասու կիրառենք տարբեր բաներով, պենալտի տես չափերով 001, 001, 0-ների քանակը քիչ ասացի, բայց մի խոսքով այս 4 տարբերակով ու իրան բռնենք, ասենք run-եղի ու նայենք, տեսնենք թե ինչ է լինում իր տվյալների արժեքների հետ։ Եկեք ստեղ կոեֆիցիենտները տպենք իրան ընդհանրապես լավ։ Ներառենք ստեղ, ասենք, հոպ։ Մի հատ էլ այստեղ coef։ Ահա, նայեք, սկզբում ինչ ուզում դնում է պարամետրերը, մենակ մի հատիկն է 0-ին մոտիկ թիվ վերցրել, այդ էլ իրականում կարող է հլը առանց ռեգուլյացիայի 0-ին մոտիկ լինել, եկեք արագ վերցարկենք։ Առանց ռեգուլյացիայի բոլոր սյուները ընտրում էր, մի պստիկ ռեգուլյացիայով արդեն սկսում է որոշներին ասել դուք գործ ունեք, կարծիքը ձեր մի ասեք, բռնում է խփում է 0-ին, ridge-ը չի խփում 0-ին, ridge-ը 0-ին մոտիկանում է։ Իսկ ռեգուլյացիան լավ շատացնելուց արդեն, ասենք 0.3 ռեգուլյացիա որ դրել ենք, ստեղ մենակ մի հատիկ սյուն է օգտագործում։ Ստեղ իհարկե չի նշանակում, որ սա լավ է, պետք է նաև իրանց բան, որակներին նայել մոդելների, բայց կարևոր նկատառումը այն էր, որ ինչքան ռեգուլյացիան մեծացնում ենք, այդքան լասուի դեպքում իրոք բանը, այս քաշերը գնում են դեպի ուղիղ իդեալական 0։ Ու մեկ էլ եթե Bayesian անելու լինենք, ստեղ իհարկե բանի պետք չի, որովհետև առանձնապես շատ բաներ հիպերպարամետրեր չունենք, որ իրանց մեջ առանձնապես շատ ման գանք, բայց որ կոդով տեսնենք գոնե, ստեղ ասում ենք import opt-on-ա, սկզբում պետք է իրան իհարկե UV-ով կամ conda-ով, ցանկալի է UV-ով կամ install անենք։ Հա, բայց ստեղ գանք ասենք linear modulation-ից ridge-ը բերենք մեր մոտ, alpha-ն իրան նշենք, ու բան, եկեք միանգամից համ ridge փորձենք, համ լասու փորձենք, այսինքն թող մեր բանը մոդելն էլ ընտրի, Bayesian օպտիմիզացիան։ Ու կամ վերցնենք ridge, կամ վերցնենք լասու, իրան ստանդարտ scale անենք ու եկեք պոլինոմիալ սյուներ իրան ավելացնենք ու թող այդ կարգը էլի որոշվի բանի միջոցով, բանի, անչա, Bayesian-ի։ Ստեղ մեկ է մի հատ էլ արգումենտ ավելացրած, որ ինքը մենակ բանին նայի թե չէ, մենակ ասենք x1, x2, x1, x3, այտենց իրար բազմապատկի, թե օրինակ x1 անգամ x1 անի, որ քառակուսի խորան այտենց բաներ են ներառի, այս polynomial features-ին կարանք interactions only-ով այդ բանը ֆլաժոկը տանք, բայց մի խոսքով, սա որպես ուղղակի հավելյալ մի հատ է շերտ, որով կարանք թազա բան ունենանք, հիպերպարամետր, բայց ստեղ մենք գալիս սարքում ենք pipeline, ասելով ընտրի categorical մոդելի համար ridge կամ lasso, աստիճանի համար 1-ից 3 կարգի, որ մենակ x1, x2, x2, x3 այդ իրար մեջ կապերը ներառվի կամ true կամ false, ռեգուլյացիան էլ 10-3-ից մինչև 10 լոգարիթմական ոճով ընտրելով գնան, ու cross validation հաշվի այս ամենի համար R2 score-ով, 5 բանով, 5 fold-ով։ Ուստեղ ասում ենք opt-on-ակ այդ create study, direction maximize, որտեղ cross validation R-քառակուսին ուզում ենք մաքսիմիզացնենք։ Seed ենք անպայման ամենտեղ ֆիքսում, միշտ, ու mēs այս objective-ը կանչում ենք, դնում static այդ optimize-ի մեջ, ու թողում run լինի։
Ստեղ կգա մի քիչ կվազվզի։ Давай, վազվզի։ Կգա կկանգնի այսպես ինչ որ մոդելով մեր մոտ։ Մինչդեռ եթե օգտագործեինք բանը, սովորական read-ը, ընդեղս մեր վերևի կոդերից, իրենից մի քիչ լավացում արդեն կստանայինք ստեղ։ Սարեր զորեր չի, բայց դա նվազել է։ Նայեք, հետարքերն է, որ այս RMS-ին տես ջիգարով կարող թվա, որ արմատով լավի չելա, բայց այս մեդիանը որ նայենք, ընդհանրապես տես մի 80-ով է իջել, իսկ այստեղ ուղղակի երևի մի հատ ինչ-որ շատ վատ գուշակություն դառել է բավականին վատ գուշակություն, դրա համար ստեղ շատ է տարբերություն զգացվում, ստեղ այդքան էլ չէ։ Թեմաներն էլի ենք գալու, ստեղ արածը սա ֆունդամենտալ բաներ է, էլի։ Իսկ մեր մոտ ոչ մի դաս չի լինելու, ասենք այս դասից հետո train test split չենք անում։ Էլի վերանդրադառնալու ենք, էլի մետրիկաները օգտագործելու ենք եւ այլն, բայց մի հատ այսօրվա դրությամբ հասկանանք ինչն է, որ լավ նստած չի։